Ամուսին ասում է կնոջը, ամուսնացանք, վերջ այդ 4-րդ կուրսը չես սովորելու, նստի տունը։ Աշխատա, ինչ աշխատանք։ Դու կին ես, պիտի նստես տանը։ Ամուսնուն ձեռնատու չի, որ կինը կրթվի։ Ուր կրթվի։ Ինքը պիտի կաղման մեջ լինի։ Իհարկե ցանկալի չի, որ լինեն ընտանեկան բաժանություններ, բայց եթե ամուսինը ամենասկզբից եւ դա ասում է, ուրեմն արդեն երևում է, չէ՞։ Եթե դա տեսնում ես, պարզ չի, որ դու հետո Աստված մի առասցե իհարկե, եթե ցանկանաս բաժանվել, չես կարողանալու բաժանվես։ Դու չես կարողանա քո գլուխը պահես։ Ինչի՞, որովհետեւ ոչ կրթություն ես, ոչ էլ աշխատել ես, ու դա իրանց ձեռնատու է։ Սա մանիպուլատիվ, այսինքն որքան տգետ, այնքան հեշտ կառավարելի։ Հա, ինչքան տգետ, հետո ինչքան տգետ ու սոված։ Այնքան հետաքրքիր մարդը երբ որ սոված է, ասում է ոչ մի բան չեմ ուզում, ինձ մի կտոր հաց տվեք, ինչ ուզեք կանեմ, վերջ։ Հենց մի քիչ հաց ես տալիս, ասում է բան չեմ ուզում, մի քիչ էլ ջուր։ Հետո հացն ու ջուրը տեղն է, ասում է բան չեմ ուզում, մի բնակարան նորմալ գոնե տվեք։ Ու հասկանում են մարդիկ, որ չէ, ես ինչքան շատ տվեցինք, այնքան շատ է ուզում։ Հիմա էլ ասում է կրթվել են, բան չեմ ուզում, դուք փոխվեք։ Իշխանություն լավը չես, կամ դու այս արա, դու նենց արա, որովհետև կրթվել են նրան։ Այս արդեն ձեռնատու չի մնացածին։